Պարոն Լևոնյան, այսօր կրկին հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ աշխատանքներ են կատարվել ուսումնասիրություններ քաղաքապետարանում ու 2 անձ կա ձերբակալված կաշառքի գործով, ինչպես իրենք են նշել։ Վերջին շրջանում կարծես քաղաքապետարանում նման աղմկարույց դեպքերը շատացել են։ Ինչն է, ինչի պատճառ է սա։ Դա նշանակում է, որ իրավապահ համակարգը աշխատում է, զբաղվում է իր աշխատանքով եւ բոլոր մեղավորները եւ բոլոր հանցագործները, ես չեմ ուզում իհարկե անմեղության կանխավար գծը խախտեմ, բայց ցանկացած նմանատիպ դեպք արատավորում եմ ես եւ դա պետք է ստանա իր քաղաքական գնահատականը, իր իրավական գնահատականը եւ մենք ասում եմ անհանդուրժողական ենք նման գործելավոճի եւ նման երևույթների հանդեպ եւ պետք է բոլորը պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Մենք չենք ընդունում նման գործելավոճը։ Այդ է ստացվում, որ հատկապես հենց քաղաքապետարանում են այս կաշառքի գործով բացահայտումները, ձերբակալությունները հաճախ տալիս։ Ես տենց ռիեստր չեմ վարում, հաշվարկներ չեմ կարող անել, բայց կարող եմ ձեզ հստակ ասել, որ նորից եմ կրկնում, պաշտոնական հաղորդագրությունները նաև այլ գերատեսչություններում են նմանատիպ դեպքեր բացահայտում եւ ես ռեեստրը չեմ վարում, որպեսզի հաշվեմ կամ ցուցակագրեմ, թե որտեղից քանի նմանատիպ դեպք է բացահայտվել, կամ քանի հոգի է ձերբակալվել, կամ քանի քրեական գործ է հարուցվել։ Պարոն Լևոնյան, Նորքի թաղապետի հետ կապված, մինչ օրս նա պնդում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ասում եք, ես իմ աշխատասենյակում եմ, շարունակում եմ աշխատանքս։ Ու հիմա խոսակցություններ կա, որ հենց Տիգրան Ավինյանն է նրա հետ բանակցություններ վարել ու հորդորել հրաժարական տալ։ Նորից եմ կրկնում, այդ մասով եթե ես չեմ սխալվում, եւ անձամբ ինքը եւ անձամբ իրենց կուսակցությունը եւ կուսակցության առաջնորդը տվել են համապատասխան դիրքորոշումը եւ տվել են հարցազրույց եւ նա էլ շեշտել է հարցազրույցներից մեկում, եթե իրենց կուսակցության նախագահ ղեկավարը կայացնի նմանատիպ որոշում, ինքը կներկայացնի հրաժարական։ Նախագահը ընդամենը արդարացնում էր, ու իդեպ իրենք այսպես են բացատրում, ասում են սա ռուսական սադրանքեր ընդդեմ Նորքի թաղապետի, դուք կիսում եք։ Անկախ բոլոր սադրանքներից, այո, դա կարա սադրանք լինի։ Ռուսաստանում այդպես նստած հատուկ սադրանք։ Ես նորից եմ կրկնում, ես չեմ կարող մեկնաբանել, ավելի լավ կլինի այդ հարցի հասցեատերը ես չեմ տալ հենց նման մեկնաբանությունը անողին այդ հարցը, բայց որ սադրանք է եղել, դա փաստ է, այդ բլոգերի գործունեությունը բազմաթիվ գործունեության դրվագներ կան, որոնք որ հստակ սադրիչ երևույթներ են իրենց մեջ պարունակում, թե որտեղից է կառավարման կենտրոնը, ես դա չեմ կարող մանրամասնել, չունեմ ինչ-որ հստակ ինֆորմացիա, բայց մենք դատապարտել ենք նման բռնությունը, նմանատիպ գործելավոճը մենք դատապարտում ենք, դա մեզ համար անընդունելի է, մնացածը արդեն դուք տեսել եք եւ դրա մասին հարցազրույց է տվել եւ վարչական շրջանի ղեկավարը եւ ֆրակցիանը եւ մեր եւ իրենց ֆրակցիաները հանդես են եկել հայտարարությամբ եւ հանդես եկել հայտարարությամբ հենց իրենց կուսակցության նախագահ։ Հավաքականություն ճիշտ եք համարում, որ ընդհանրեն այդ խնդրի բարձրաձայնման համար հենց թաղապետը ձեռքով հարվածում է։ Դե ինչպես նայեք, ես ասացի արդեն, որ նորմալ չէ նման ձևով հարցերի բարձրաբանումը եւ լուծումը, բայց պետք է նախաբանին էլ ուշադրություն դարձնել, որովհետեւ ամեն ինչ դրանից է ծագել եւ մինչեւ դեպքերի զարգացումը եղել են բազմաթիվ այլ զարգացումներ, մինչև պահը հասունացել է եւ հասել է այդ կրիտիկական մաքսիմումին, պետք է դրան էլ հղում տանք եւ չմոռանանք, թե ինչ գործելավոճով, ինչ բառամթերքով, ինչ իբր ակցիաների միջոցով փորձել են իրենց դժգոհությունը կամ իրենց անհամաձայնությունը հայտնել տվյալ քաղաքացիները։ Գիտնականներն է, որ մանկապարտեզի հետ կապված այդ խնդիրն են բարձրացնում, որ չնորոգված Հա, բայց մանկապարտեզի աշխատանքները վերանորոգման դեռ ընթացքի մեջ են եւ ավարտական ակտ հասկացողություն գոյություն ունի։ Ընթացքը չէր ուսումնասիրվում, պարոն Լևոնյան։ Կարծում մանկապարտեզը գրեթե հիմնովին կառուցված է։ Գրեթե հիմնովին չէր կառուցված, կարելի ասել 70-80%-ով, որ մասը եղել է չկատարված կամ թերի կատարված, այդ մասը չի ընդունվել։ Այսինքն, եթե չի ընդունվում, կատարողական չկա, հետեւաբար ֆինանսավորում չկա նաեւ։ Ուզում եմ այդ ամեն ինչը տարանջատենք մեկը մյուսից։